Եղիցի լույս մրցանակի 6-րդ դափնեկիրն այստեղ է իր երկու երիտասարդ ընկերների հետ։ Հայկին եւ Արմինեին թևանցուկ մայստրոն բարձրացավ դահլիճ։ Գևորգյան Ճեմարանի սաները Տիգրան Մանսուրյանին դիմավորեցին դասական երաժշտությամբ։ Անվանի կոմպոզիտորի համար մրցանակն անակնկալ էր։ Վերջերս է իմացել, որ իր տեխնատությունն առաջադրվել էր անցյալ տարի։ Մի գաղտնիք բացեմ, փոքրիկ մի գաղտնիք։ Երբ Արտավազ Փելեշյանը ստանում էր, ասեց լավ կլինի, եթե հաջորդը ստանա Ռոման Բալայանը։ Եվ երբ Ռոման Բալայանն էր ստանում, ինքը ասեց. Ես էլ ինչպես Փելեշյանը անցյալ տարի ինձ առաջարկեց, ես էլ առաջարկում եմ Տիգրան Մանսուրյանին որ։ Մայստրոն խախտեց ավանդույթը։ 7-րդ դափնեկրի անունը չհնչեցրեց, կորոշեն մինչև հաջորդ մրցանակաբաշխությանը։ Չեմ ուզում համապատրաստից սխալ բան ասեմ եւ հետո այդ հայտարարությունը խմբագրման պահանջ ունենա։ Եղիցի լույս մրցանակը շնորհվում է արդեն 6 տարի։ Ոսկեծիրան միջազգային փառատոնին զուգահեռ Մայրաթորը մրցանակ է շնորհում որևէ անվանի գործչի։ Մենք աշխարհից մեկ առ մեկը դրում ենք ամենակարևոր, ամենահոգևոր, ամենանոսավոր մարդկանց։ Մայստրոյին ուղղված շնորհակալական եւ երախտիկի խոսքերից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ հոգևոր հայրերը շնորհեցին մրցանակը։ Մայստրոն շնորհակալական խոսքը սկսեց Կոմիտասով ու ավարտեց նրա թողած ժառանգությունը կարևորելու կոչով։ Իմ հոգևոր հայրերի Խաչատուրյանի, Վարաջանովի, Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի անունների կողքին ինձ համար առանձնահատուկ է Կոմիտասը։ Բրոնզից, արծաթից, օնիքսից, ապակուց եւ հասպիսից պատրաստված յուրահատուկ մրցանակ արձանիկը նման է քրիստոնեական խորհրդանիշներից մեկին՝ ձկանը։ Այն ունի 3 գունդ, որը խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը։ Վիտալի Գրիգորյան, Արեգ Գալստյան, ժամը լրատվական։